այս իշխանությունն էլ է 8 տարի շարունակ խոսում ինքնիշխանության մասին, բայց մենք ասում ենք, որ չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն, եթե ոչնչացվում են ինքնիշխանության մշակութային սյուները, այսինքն չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն առանց մշակութային ինքնավարության, մշակութային ինքնիշխանության։ Ինչ նկատի ունեմ մշակութային ինքնիշխանություն ասելով, նախ այդ ամենի կենտրոնում ցեղասպանության հիշողությունն է, որ ամեն օր մեր երկրում կասկածի տակ է առնվում, սկսել են շատ վիճահարույց տեքստեր արտաբերվել ցեղասպանության վերաբերյալ, Հայաստանի իշխանությունները վերարտադրում են Թուրքիայի արտգործնախարարության տեքստերը, կասկածի տակ է առնվում մեր ժողովրդի նորագույն պատմության ամենանշանավոր շարժումը, մեր ժողովրդի վերածնունդը ըստ էության 20-րդ դարում Ղարաբաղյան շարժումը, դա ներկայացվելով որպես KGB-ի կեղծ օրակարգ եւ այլն, sense շարքը կարող ենք մեր զինանշանը, դրոշը, Արարատը եւ այլն, Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, այսինքն այս մշակութային սյուները ոչնչացնելով ոչնչացնում են նաեւ քաղաքական ինքնիշխանությունը Թուրքիային եւ Ադրբեջանին մասնակից դարձնելով մեր ներքին կյանքին։